Ողջույն մեզ շատ սիրելի եւ հավատարիմ հեռուստադիտող։ Got Talent Հայաստանը շարունակում է իր ընթացքը, վստահ եմ հետևում եք, մեկնաբանում եւ արդեն իսկ ունեք նախընտրած մասնակից կամ մասնակիցներ։ Մենք վստահ քայլերով մոտենում ենք կիսաեզրափակիչ փուլին, իսկ դա նշանակում է, որ պայքարը ել ավելի է թեժանալու։ Իսկ հիմա առաջարկում եմ միասին ամփոփենք քառորդ եզրափակիչ փուլի վերջին օրը։ ACVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում ACVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ ACVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Իլոնա, ոնց ես։ Լավ եմ։ Ինչպես է տրամադրությունը րոպեներ հետո դու բեմ ես բարձրանալու։ Շատ լավ, մի քիչ լարված եմ։ Քո շորիկների մասին կպատմես։ Որ առաջին փուլում ելույթ էի ունեցել, մայրիկն էր որոշել։ Մյուս փուլը երգից դասղեկն էր որոշել, իսկ այս շորիկը ես։ Шон, как настроение? Хорошее, победное. Сегодня будет фокус с помощью ножа, телефона и много магии будет. Իրականում հասել եմ երկար լիքը պարապեմ, ամեն ինչ ուղեմ ու շատ լավ դրական տրամադրությամբ եկել եմ։ Այսօր մեզ քանի երաժշտական գործիք է սպասելու։ Բացեմ փակագծի, դհոլ չի լինելու այսօր։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունն իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով։ Շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Նարեկ, ոնց ես, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, այսօր հաշվել եմ եռանիշ թիվ 15 հատ 1.2 վայրկյան արագությամբ։ Պատրաստ ես, հենց հիմա ես քեզ թվեր ասեմ, դու հաշվի։ Հա, պատրաստ։ 750 գումարած 530 գումարած 418 գումարած 65 եւ հանած 200։ Ինչ ստացվեց։ 1563։ Ճիշտ է, փաստորեն դու պատրաստ ես ելույթին, քեզ հաջողություն։ Փորձում ենք արագ հագնենք, դուրս գանք, որպեսզի չուշանանք։ Բավականին դրական եմ տրամադրված, փորձենք լավ ելույթ ունենանք եւ մաքսիմալ հաճույք կստանանք բեմից եւ գոհացնենք թե ժյուրին, թե հանդիսատեսին։ Արման, ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Լավ, հիանալի։ Սպասում ենք մեր հերթը գա։ Կարծում եմ կլինեն մի քիչ ինտրիգային հատվածներ։ Այսօր Արի մի քիչ վեկալ վրետ էլի արդեն։ Ձեր մոտ ոնց է տրամադրությունը։ Շատ լավ, մարտական։ Փորձելու ենք անենք առավելագույնը մեր ուրերից ամեն։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ։ Ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Ողջունում եմ ձեզ, այսօր կա դրսում ցուցադրելու, որը տեսանյութի տեսքով կտեսնեք եւ բեմում մի քանի համար, որը թող լինի անակնկալ։ Ողջույն Վավի։ Ինչպես ես։ Չկան հասկացա մեջ կտացավում։ Ընդհանրապես մասնակցի ելույթն առավել տպավորիչ է դառնում ոչ միայն իր տաղանդի, այլ նաև արտաքին տեսքի եւ բեմական հետաքրքիր կերպարի շնորհիվ։ Նշեմ, որ մեր բոլոր մասնակիցների վարսահարդարումն ու դիմահարդարումը ապահովում է ոճաբան կոլորիստ վարսահարդար Լուսինե Գասպարյանի թիմը։ Իսկ հիմա առաջարկում եմ անցնել առաջ եւ հետեւել նրանց ելույթներին։ Yeah.
Իլոնա, ոնց ես, ոնց անցավ ելույթը։ Շատ լավ։ Ես տեսա, որ վերջում դու նկար տվեցի ժյուրին, դու էիր նկարել։ Այո, ես նկարել էի ու շատ էի ուզում տալ, անհամբեր էի սպասում, որ տալ։ Ես գիտեի, որ Սյուզաննա Քուրիկը ուրախանալու էր ու ծապ տար հանդիսատեսը, ժյուրիները բոլորը ծապ կտային։ Գիտեք, նկար որոշել նվիրեի ժյուրիներին, ուզել էի սենց փոքրիկ անակնկալ ժյուրիներին տալ, որ ժյուրիները շատ ուրախանային։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կատնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն, կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կատնաշող, իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կատնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Պատասխան 604։ Քո կատեգորիան շատ բեմի հետ որպես այդպիսին կապ չունի։ Սխալները ինձ ավելի է մոտիվացնում, որ ավելի շատ պարապեմ իմ վրա եւ ավելի շատ լավ արդյունք տեսնեմ։ Ժյուրի կարծիքներից ելնելով հավանել են ելույթս։ Իրականում բացարձակ չեմ լարվել ու ամեն ինչ հանգիստ է ընթացել։ Այսօր նվագեցի percussion set, այսինքն կոնգա բոնգոս, դարբուկա, 2 հատ տոմ եւ մի հատ բաս տոմ։ Անուշ գործիք մնաց, որ տիրապետում ես։ Իհարկե։ Սպասենք մեզ փուլերում։ Եթե բախտ վիճակի անցնելու, այո։ Я положу семерку червя вот так вот и буду ее держать, да? Вы ее видите, да? Хорошо, смотрите внимательно, внимательно смотрите. Беру, кладу, начинаете, дуйте, пожалуйста, дуйте. Да, сюда, сюда, сюда. Через стол он сейчас пройдет. Ее нету, да? Можете посмотреть под столом? Под столом. Это где? Да нет тут ничего. Потрогайте вот здесь вот. Можете вытащить карту? Извините. Как все прошло? Все отлично. Ты доволен? Мог лучше, но есть к чему стремиться всегда. Ոնց անցավ ելույթը, Արման ջան, գլուխը չի ցավում։ Ոչ, չի ցավում, փորձում ենք լիցքաթափվել։ Ուրախ ենք, որ կարողացանք ներկայացնել այն ճիշտ ձևով, ինչը որ պլանավորել, պարապել, պատրաստել էինք այսօրվա համար, արձագանքը եղավ ավելին, քան մենք սպասում էինք։ Մեր սպասվածից շատ լավ անցել, շատ գոհ ենք մեր ելույթից, մեր պարապմունքներից։ Գլասը լիներ կխմեիք, գլասեն այսուհետ կարող եք նաև ուտել։ Pinkberry գլասե, սուրճի և պաղպաղի կատարյալ համադրություն։
Համը հրաշալի, տեսքը գայթակղիչ։ Մեկ գտալ գլասը եւ դու լիցքավորվել ես նոր էներգիայով։ Pinkberry-ն մեծ էներգիա եւ հաճույք է պարգևում տարվա 4 եղանակներին։ Վաճառվում է միշտ եւ ամենուր։ Լարվածություն կար մի փոքր, զուտ դա էր խանգանում, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ, զուրի կարծիքներից եմ գոհ։ Ուրախ եք ոնց տեսնում եմ։ Լավ անցավ, ինչ որ պլանավորել էիք, բոլորը լավ անցել, ամեն ինչ լավ անցել։ Անհավատալի էս տեսարանը։ Տպավորությունը շատ դրական, ուրախ եմ, որ գնահատվեց, շնորհակալություն, զարմացնելու դեռ շատ բաներ ունեմ, շատ հնարքներ, դա հիմա չեմ ասի, թող մնա անակնկալ։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի եւ ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գադջետներ եւ աքսեսուարներ, ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։ Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Ինչպես տեսակ, յուրաքանչյուր մասնակից հանդես եկավ իրարից տարբերվող եւ գեղեցիկ համարներով։ Ցավոք սրտի նրանցից միայն 4-ին կհաջողվի անցնել հաջորդ փուլ։ Իսկ ովքեր են նրանք, կիմանանք հենց հիմա։ Ով է անցնելու հաջորդ փուլ։ Արսեն Կիրակոսյան, Արման Գաբրիելյան։ Ապրեք, բրավո։ Արման, Արսեն, շնորհավորում եմ, ոնց են տպավորությունները։ Շնորհակալություն, շատ լավ, ուրախ ենք, որ անցանք։ Շնորհակալ ենք բոլորին, ժյուրին, մասնակիցներին, մաղթում ենք, որպեսզի ով որ չի անցնի, չտխրեն, չլարվեն, փորձեն իրենց ուժերը նոր եթերաշրջանում։ Պարտավորությունն է շատ, որ անցանք հաջորդ փուլ, փորձենք էլ ավելի բարդ համարներով ներկայանալ։ Հաջորդ մասնակիցը, ով փայլում է ոչ միայն իմ կարծիքով, այլ վստահաբար կարող եմ ասել նաև հեռուստադիտողի Դավիթ Դադուկի։ Տպավորությունները հրաշալի, մի կողմից առաջի ներկայացման ժամանակ դե ինձ ստիպեցին իրանք, որ ես ավելի վերանայեմ եւ կարծում եմ ստացվել է։ Վահագ ջան, դու անցնում ես հաջորդ փուլ։ Սպասում էիք։ Ավելի հուզված եք հիմա։ Դուք էլ չեք սպասում, որ անցնելու եք։ Ընդամենը 1 հոգի է անցնում հաջորդ փուլ, Անուշ դա դու ես։ Անուշ, դու հաջորդ փուլում ես։ Անուշ, շնորհավոր։ Մերսի։ Պատմի։ Թողումած։ Չէի սպասում նման արդյունքի։
Չգիտեմ, չեմ կարող ասել։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Damat Twin բրենդը, որը ինձ եւ նախագծի ժյուրի անդամներին տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Գրեք Damat Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասցե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Ահա այսպիսին էր քարդ եզրափակիչ փուլի վերջին օրը։ Իսկ արժեում կիսա եզրափակիչն է, չափազանց լարված, ավելի հետաքրքիր եւ վճռորոշ պահերով։ Եթե ցանկանում եք նախագծի թողարկումներ տեսնել եթերից ավելի շուտ, ապա ներբեռնեք Շան Digital TV հավելվածն ու բաժանորդագրվեք։ Իսկ հիմա առաջարկում ենք ձեզ վերհիշել մեր բոլոր հաջորդ փուլ անցած մասնակիցների ելույթները։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի օրը ժամը 21:30-ին Շանթի եթերում։